Առցանց քննարկում մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների հետ, օրակարգում, ապրանքների թվային դրոշմավորման գործընթացի, մասնավորապես մանրածախ վաճառքի կետերում նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև վարչարության հետ կապված հարցերն են։ Տնտեսվարողներին շատ հետաքրքրում է սկանավորման միջոցով դեպի բեկ տեղեկատվության փոխանցումը, որ դեպքում է խախտում համարվում, որ դեպքում է վարչարություն իրականացվելու, ինչ խնդիրների իրենք կարող են բախվել, եթե չեն իրականացրել սկանավորումը։ Ինչպես սկանավորել նույնականացման միջոցներով դրոշմավորված, սակայն վաճառքի ժամանակ մասնատվող ապրանքները, մանրածախ վաճառքի կետերում հաճախ հանդիպող խնդիրներից է։ Եթե հաճախորդը ցանկանում է օրինակի համար ոչ թե ամբողջական տուփը գնել, այլ 200 գրամ, 300 գրամ, ես որպես վաճառող չեմ կարող իմանալ, որն է ավելի ճիշտ անցկացնել դրոշմավորումը, ինչպես անցկացնեմ դրոշմավորումը 200 գրամանոց ապրանքի վրա, քանի որ դրոշմավորումը խփված է կիլոգրամի համար։ Այս պահին սկանավորման ժամանակ կարող են մասնատվող ապրանքի դեպքում մեկ անգամ սկանավորելով տեղեկատվությունը փոխանցել բեկ, օրենսդրական եւ տեխնիկական փոփոխություններ են տեղի ունենում էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանցման նպատակով եւ շուտով այս խնդիրը եւս նրանց մոտ կարգավորված կլինի։ Ապրանքի վրա նույնականացման միջոցի եւ դրոշմապիտակի միաժամանակի արկայության դեպքում որ տեսակը պետք է սկանավորվի վաճառքի կետերում, սա եւս տնտեսվարողներին հուզող հարցերից է։ Եթե ապրանքը ունի եւ դրոշմավորում եւ լիցենզավորում, արդյոք ես օրենք չեմ խախտում անցկացնելով բարկոդը։ Իրավունք չունի տնտեսվարողը միաժամանակ կիրառելու եւ նույնականացման միջոցը եւ դրոշմապիտակը։ Այդպիսի հնարավորություն եղել է միայն փորձնական շրջանում, իսկ այժմ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դեպքում պիտի կիրառվի նույնականացման միջոցը, սակայն բնականաբար եթե տնտեսվարողի մոտ արկա են դեռևս մնացած դրոշմապիտակներ, կարող են այդ դրոշմապիտակները սպառվել, հիշելով նաեւ, որ այդ դրոշմապիտակների սպառման ժամկետը 12 ամիս է վերցրեց օրվանից։ Առցանց քննարկմանը մասնագետները ներկայացրել են նաև դրոշմավորման համակարգից օգտվելու առանձնահատկությունները, պարտադիր դաշտերը լրացնելու քայլերը եւ այլ հարցեր։ Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարց ու պատասխան ձևաչափով։ Իդեպ տնտեսվարողները հնարավորություն ունեն շաբաթը 2 անգամ մասնակցել առցանց քննարկումներին ու բարձաբանումներ ստանալ հենց պատասխանատուներից։